Հրդեհների կանխարգելման եւ հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչությունն ու փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային եւ բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող։ Իրազեկման գործողությունների շրջանակում անօդաչու թռչող սարքավորումների եւ բարձրախոսների միջոցով անտառամերձ եւ հանրային վայրերում հնչեցվել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանն առնչվող ձայնահաղորդագրություններ, ինչպես նաեւ բաժանվել են թռուցիկներ եւ փակցվել են պաստառներ։ Նախանշված վայրերում հրշեջ փրկարարական մարտական հաշվարկները ընդհանուր թվով 34 արագ արձագանքելու նպատակով իրականացրել են հերթապահություններ։ Նշված գործողությունների ընթացքում թվով 217 հրշեջ փրկարարական ավտոմեքենաներ իրականացրել են ելքեր։ Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների բռնկումը եւ հնարավոր աղետալի հետևանքները։ Շրջիկ իրազեկումը թռուցիկների, անօդաչու թռչող սարքերի եւ բարձրախոսների օգնությամբ նպատակ են հետապնդում բարձրացնել բնակչության տեղեկացվածության մակարդակը։ Իրազեկման շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում հանգստի գոտիներին եւ զբոսաշրջային վայրերին, որտեղ հրդեհների առաջացման հավանականությունն առավել բարձր է։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն եւ խստորեն հետեւել հրդեհային անվտանգության կանոններին։ Հիշեք, անվտանգության կանոններից աննշան շեղումն անգամ տոթ ու տապ օրերին կարող է դառնալ մեծ հրդեհի պատճառ։